Մինսկի խմբի ինստիտուտը, համանախագահությունը, բայց ավելի լայն, Մինսկի խմբի ինստիտուտը, ուրեմն միջազգային մակարդակով լիակատար լեգիտիմություն ունեցող կառույց էր, հիշում եք, հա, ՄԱԿ-ով պատվիրակում ԵԱՀԿ-ին, ԵԱՀԿ-ով պատվիրակում Մինսկի խմբին, առօրյա դինամիկ աշխատանքի ուրեմն համակարգումը համանախագահության վրա իրենս 3 երկրների Միացյալ Նահանգների մենակ Արցախն Արցախ, չէ՞։ Ուրիշ բան չուներ։ Միայն բացառապես Մինսկի խումբը այդ ամբողջ եւ Մինսկյան գործընթացը, որի մեջ նաեւ այդ հարակից կառույցները եւ այլն, վերաբերել են Ղարաբաղյան կարգավորման գործընթացին։ Հիմա տեսեք, ինչու՞մ նախնդիրը ձեր ասած համատեքստից գամ, հա։ Ուրեմն հարցը լուծված է, թե հարցը լուծված չի։ Իմ խորին համոզմամբ եւ ոչ միայն իմ, իհարկե հարցը լուծված չի, որովհետեւ հնարավոր չի էթնիկ զտման միջոցով այն գործողություններով, որ արեց Ադրբեջանը, ստանալ հարցի լուծում։ Հարցը լուծված չի։ Այսինքն, մենք այսօր ունենք Արցախահայության հայրենազրկված վիճակ, առնվազն հայրենիք վերադառնալու, ուրեմն միջազգայինորեն ամրագրված տարաբնույթ կոնվենցիաներով եւ այլով իրավունք, եւ հայտարարություններով այո, իրավունք, եւ հետեւաբար, տեսեք, ասում եմ նվազագույնը։